Հուշագիր, որն ամրապնդում է հայ-պորտուգալական ֆուտբոլային հարաբերությունները։ Հուշագիր, որը ստորագրեցին Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները հանուն հայ-պորտուգալական ֆուտբոլի զարգացման։ Առաջին անգամ եմ Հայաստանում։ Ինձ համար հաճելի անակնկալ էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այսպիսի ջերմ ընդունելությունը։ Այս փաստաթուղթը նոր հարաբերությունների սկիզբ է։ Այս հուշագրով մենք Հայաստան կբերենք պորտուգալական ֆուտբոլի գաղտնիքները։ Հուշագրով նախատեսվում է կազմակերպել և անցկացնել միջազգային մրցաշարեր, կրթական ծրագրեր, սեմինարներ և գիտաժողովներ։ Կլինի նաև փորձի ու մասնագիտական գիտելիքների փոխանակում։ Ոլորտները մարզական ենթակառուցվածքների կառուցումն ու կառավարումն են, սպորտային և գիտական սարքավորումների կիրառումը, ինչպես նաև սպորտային գիտությունն ու բժշկությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու մարզիչների և տեխնիկական անձնակազմի կրթությանն ու վերապատրաստմանը։ Բնականաբար մենք շատ մեծ օգուտներ կարող ենք քաղել այս հուշագրից, ինչն ամենակարևորն է, կարող ենք ստանալ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փորձը։ Մենք գիտենք ինչ որակյալ աշխատանք է տանում Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում, նաև շատ մեծ կարևորություն կլինի, եթե պորտուգալական կողմը, ինչի մասին արդեն խոսել և պայմանավորել ենք, մեզ որոշակի խորհրդատվություն տրամադրի պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման առումով։ Մարշական կրթություն, ֆուտբոլային ակադեմիաներ, կանանց և մանկապատանեկան ֆուտբոլ, մրցումների ամբողջականության ապահովում, կողմերը կգործակցեն նաև այս ոլորտներում։ Արմեն Մելիքբեկյանը և Պեդրո Պրոենսան պայմանավորվել են անցկացնել ընկերական հանդիպումներ ինչպես ֆուտբոլում, այնպես էլ ֆուտզալում։ Ֆուտբոլը վերածել միջազգային գործակցության և փոխըմբռնման կարևոր հարթակի։ Սա է Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների նպատակը։